գրված բաժնին թիվ 31-րդ հատվածը կարդալով Սողոմոն եղբոր հովվական աղոթքով պիտի շարունակենք։ Աստված մերաբավենն ու զորությունն է։ Նեղություններու մեջ խիստ օգնական կգտնվի։ Անոր համար պիտի չվախնանք, թեև երկիրը փոխվի ու լեռները ծովուն մեջտեղը ցպկին։ Թեև անոր ջուրերը կորան ու կոտորին, լեռները կորան անոր ու հնավոդոնալով, գետի դրանքերը պիտի ուրախացնեն, աստծոհավատը արդյունություն հրավերին։ Աստված անոր մեջ է, անիգա պիտի չսասանի, Աստված անոր պիտի օգնե արդվանց կանուխ։ Մեքանոսները կխորին, կառավարությունները կշարժին, Արցյալը իզարեն կուտա, երկիրը կհալի, զորացրել մեր եզրեք, Հակոբի Աստվածը մեր հավատալին։ Եկեք ու տեսեք Տերոջը գործերը, որ ավերումներ ռավ երկրի մեջ, պատրաստները կդատվեցնե, մինչև երկրի ձայրը, աղեղը կկոտրդե ու նիզակը կչարդե, գարքերը գրագով գայրե։ Զորած Տերը մեզի հետ է, Հակոբի Աստվածը մեզի ապավեն է։ Հավիտենական Աստված, մեր երտնավոր Հայրը, խոնարհինք ու մեծությանդ և զորությանդ առջև այս պաշտամունքի բահուն և փառք ուտամ քեզի, որ շաբաթը ևս մեզի կյանք և առողջություն բարգևեցիր և ահավասիկ կհավաքես մեզ ու ներկայությանդ մեջ քեզ պաշտելու։ Օգնե որ երախտակեց սրտերով ու ներկայությանդ մեջ կանք, գոդրած և խոնար հոգիով, որովհետև դու սուրբ Աստված ես և սրբություն կպահանջես քո արարածներդ։ Շնորհակալ ենք մեր Տերը և մեր Աստվածը, այս գեղեցիկ պատեհության համար, որ մեր առջև գտնես։ Քո հոգիովդ գաղութենք, որ լեցնես այս վայրը, առաջնորդես այս պաշտամունքը, որպեսզի քո խոսքդ ըլլա աստեցիկ և դպչի մեր սրտերուն, մեր մտքերուն, մեր հոգիներուն և մենք փոխված, նորոգված վերադառնանք մեր տուները։ Տուն առաջնորդ է այս պաշտամունքին յուրաքանչյուր մասը ով Տեր։ Փառք ուտամ քեզի, որ տուն մեր կյանքին մեջ մեզի կօգնես, որ քու ճամփաներուդ մեջ քալենք և քու կամքդ կատարող զավակները լանք։ Դեր, գիտենք, որ գաբրինք աշխարհի մեջ, ուր լեցուն է չարով, չարիքով, վտանգներով, փորձանքներով։ Այս բոլորին մեջ գաղութենք ով Տեր Աստված, որ քու ներկայությունդ անբագաս ըլլա մեր կյանքերում մեջ, քու առաջնորդությունդ մեզի բարգևես, որպեսզի մեր քայլերը չսայթաքին և մենք դիղմի մեջ, մեղքի դիղմին մեջ չինանք, այլ քեզմով զորանանք, կարենանք սատանային դեմ տնել և հաղթական կյանքեր ապրելով քո անվանդ փառք բերել։ Գիտենք ով Տեր Աստված, որ մեր մեջ կան հիվանդներ, տգարներ, սգավորներ, նեղության մեջ եղողներ, ով Տեր, յուրաքանչյուր հիվանդ անձ, սգավոր, նեղության մեջ եղող, բոլորն ալ քո առջևդ կտնենք այս պաշտամունքի բահուն։ Գաղութենք, որ հիվանդները այցելես ու բժիշկարար զորությանբդ և բժշկություն բարգևես, սգավորները մխիթարես, նեղության մեջ եղողներուն օգնության ձեռք երկարես, ով Տեր Աստված, և մեզ ալ պետք եղած իմաստությունը բարգևես, որպեսզի միշտ պատրաստ ըլլանք, որպես քու եկեղեցիդ օգնելու բոլոր անոնց, որոնք կարիքավոր են Տեր։
Տուն այդ մեկը հստակ կերպով կթելադրես ու խոսքիդ միջոցով, ըսելով թե այս փոքր եղբայրներեն մեկուն ինչ որորիկ ինձի ըրած գլակ, ով դեր աշխարհի իրավիճակը քո առջևդ գտնեմ, այս երկրին, մեր հայրենիքին, միջին արևելքին, եւ ուր որ բادرազներ կան, նեղություններ կան, դժվարություններ կան, տագնապներ կան, ով ամենակարող երկնավոր հայր, այցելեք ու աստվածային միջամտությունդ, ով դեր թող որ բادرազները տատրեցնեն եւ տագնապները փարադեն, որպեսզի քու ժողովուրդը կարենա բարոր օրեր ապրիլ այս աշխարհի վրա եւ քու անունդ փառավորել։ Դեր տուն առաջնորդ է այս պաշտամունքի յուրաքանչյուր մասը եւ այս եկեղեցին հետ եղիր բոլոր ծառայող եղբայրներուն եւ քույրերուն հետ եւ ժողովրդին հետ։ Տուն փառավորիր այս եկեղեցին յանքովը եւ ծառայությունով։ Հիսուսի անունով։ Ամեն։ Սիրելիներ, փառաբանենք մեր Տերը, սկսելով ապահով Տերը մեզ պահեց այս շաբաթը մահվան է եւ այսօր մեզ հոս իր ներկայության մեջ ուղղեց, որ շնորհք խնդրենք, շնորհք ստանանք, իր ներկայության մեջ է այս շնորհքը եւ որ ունենք այս շնորհքով կարող ենք ամեն բան անել Տերոջը փառքին համար։ Եկենք Let's go.
Աստծո, բարդ Աստծո։ Ուզես մեղած գրնել լնալ ազատ և եթե դեռ լվացված չես, ահա քեզի երթելու, թեաղոթելու, թե լվացվելու, մաքրվելու, որպեսզի ժառանգես երկնային արքայություն։ Ուզես մեղած գրնել լնալ ազատ, բրդի արյալ մեջ ազորություն, ուզես չարի վրա տիրել անընդհատ, գայիր արյալ մեջ զորություն, զորություն կա անհրաժարի Հիսուսի արյալ մեջ, զորություն կա անհրաժարի գաղտնի անգին արյալ մեջ, ուզես ազատ աննաման զետքաբար, բրդի արյալ մեջ ազորություն, ոնց հագին դավ խոնարհվի լեկեստավ, գայիր արյալ մեջ զորություն, զորություն կա անհրաժարի Հիսուսի արյալ մեջ, զորություն կա անհրաժարի գաղտնին անգին արյալ մեջ, ուզես սնվատությունները բրդին արյալ մեջ ազորություն, մեղածնիցեն մաքրվին արյալ տակ, գայիր արյալ մեջ զորություն, ավելի բարձր զորություն կա անհրաժարի Հիսուսի արյալ մեջ, զորություն կա անհրաժարի գաղտնին անգին արյալ մեջ, ուզես Հիսուս արքային ծառայել, իր սուրբ արյալ մեջ կա զորություն, ուզես կյանքով սուրբ անունը գովել, գայիր արյալ մեջ զորություն, զորություն կա անհրաժարի Հիսուսի արյալ մեջ, զորություն կա գաղտնին անգին արյալ մեջ։ Վերջի քարյակը, որ երգեցինք, խոսքերն էին, եթե կուզես Հիսուսին ծառայել, իր արյան մեջ կա զորություն։ Գիտեք ինչն է, երբեմն մտածենք, թե մենք բան չենք կարող անել, տկար ենք կամ ինչ-որ պարգև չունենք հատուկ, չենք կարող երգենք, չենք կարող երգենք, չենք կարող քարոզենք, բայց մենք կարող ենք Տերոջը ծառայել, որովհետև ինքն է այդ շնորհքն ու զորությունը մեզ տվողը, եւ ամեն բան մենք կարող ենք անել եւ ամեն բանի մեջ Տերը մեզ կարող է օգտագործել իր արքայության մեջ իր փառքի համար։ Ամեն։ Հաջորդ երգը, որ պիտի երգենք, եթե անկեղծ իմ եթե ունենայի 3 թափ կամ լավագույն երգեր, որ ես շատ եմ սիրում, դրանցից մեկը այս երգն է, երկար ժամանակ չենք երգել, գիտեմ, որ շատերի ծանոթ կլինի, միգուցե շատերի ոչ, բայց շատ երկար ժամանակ չենք երգել այս երգը եւ խոսքերը ինձի համար ուղղակի, ինչպես Աստծո խոսքն է, մեղրեն քաղցր, այդպես կգա եւ երգենք այս երգը ուշադրություն դարձրեք բառերին, ինչ գեղեցիկ են։ Քեզ նման չկա Տեր Հիսուս։ Շրջեց
Ինչպես եք սիրելիներ, հուսով եմ Տերոջի ներկայությունը զգում եք և Տերը ասել մեր մեջ, այո, մեր պրկչի նման սիրող, հասկացող, բրկող, մեր քովը կեցող երբեք չենք գտնի, այնքան ինչ որ ինքը արեց և անում է մեզ համար։ Հաջորդ վայրկյանները ուզենք մեր սիրահարժար նվերները բերել մեր Աստծուն և Տիրոջը, մի քանի խոսքեր Աստծո խոսքից կուզեմ կարդալ և շատ անգամ ենք լսում այս տողերը, չեմ ուզում որ կրկնություն լինի, բայց ուզում եմ որ մենք գիտակցաբար այս քայլին գանք, մոտենանք և ինչ է նշանակում այս ամենը մեզի համար և ինչու համար կնենք։ Որովհետև ով խնայողաբար է սերմանում, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով առատությամբ է սերմանում, առատությամբ կհնձի։ Ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարությամբ տա և ոչ թե տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է հոժարությամբ տվողին։ Բայց նաև Աստված կարող է ամեն շնորհք առատացնել ձեր մեջ, որպեսզի դուք ամեն բանի մեջ միշտ լիովին ինքնաբավ լինելով ամեն բարի գործի համար առատանաք, ինչպես որ գրված է, բաժնեց և աղքատներին տվեց։ Նրա արդարությունը մնում է հավիտյան։ Ամեն։ Սիրելիներ, այս խոսքերի մեջ երկրորդ Կորինթացիս որ կարդում ենք, ոչ թե միայն այո որ տվեք, որպեսզի ձեզ էլ տրվի, այդ առևտուր չպետք է անենք մենք Աստծո հետ, բայց Աստված ուզում է որ մենք այդ տալը սովորենք և որովհետև եկեղեցին գոյություն ունի ոչ թե միայն այո աղոթքով և տարբեր տեսակի նվիրումով և Աստծո տամեջ սերը արտահայտելով շնորհքները տարբեր տեսակի Սուրբ Հոգու պտուղները, բայց նաև գործնականորեն պետք է գանք Տերոջ առջև և մեր նվերները տալով, որպեսզի եկեղեցին իր ինչպես որ Աստծո խոսքի մեջ կարդում ենք, որ ինչ որ կայսերին է, այսինքն ինչ որ ծախսեր կան և հարցեր կան, որ պիտի տրվի և ինչ որ հոգևոր է, հոգևորության համար է տրվի և մենք կարիք ունենք երկուսին էլ իհարկե այս եկեղեցին և բոլորս որ ընտանիք ենք կազմում և բոլորս հասկանում ենք և բերենք տանք հոժարաբար Տերոջը և այո, հստակ եղեք, որ ինչպես էլ որ տակ, այդպես էլ պիտի առնեք և ավելի պիտի առնեք Տերը, եթե սիրահոժար ինչ որ կնես, կտաս, կնվիրես, կծառայես, կսիրես, կզանգես, կայցելես, ինչ որ կնես Տերը տասնապատիկ, հարյուրապատիկ քեզի կտա և տալիս է և կշնորհի։ Եվ այս նոթին վրա, ասում են այս խոսքի վրա, եղբայրները թող առջև գան և մենք մեր սիրահարժար նվերները տանք, որպեսզի Տերը առնի, օրհնի գործածի թե ձեզ, թե տվածը իր փառքի համար։ Թենք սիրելի Հայր, փառք ենք տալի քեզ Տեր, որ մենք ինչ ենք և ինչ որ ունենք, քեզանից է Տեր Աստված։ Եվ ահա առիթ ունենք Տեր, ինչպես երգերով փառաբանեցին քեզ, նաև փառաբանություն է քեզի տալը ով Աստված, քեզի համար ծառայելը առանձնաշնորհում է, քո զավակ լինելը արդեն մեծ շնորհք է մեզի Տեր Աստված, այդ գիտակցությունով մեզի մեր միտքը բաց և մեր տալու հոժարական կամքը մեր մեջ դիր, որպեսզի ով Տեր մեր հավաքվածը և հավաքվածով ով Տեր հասնենք աղքատներին, եկեղեցի տարբեր ծախսերին և քո արքայության մեջ գործածվի, օրհնես տվողին և օրհնես տվածը և օրհնես մնացած մեր պաշտամունքը Տեր Հիսուսի անունով։
Բարելույս բոլորին։ Ես ցեզի շատ կառուցած եմ։ Մեր կառուցած է ինձ։ Մեկ հոգի, երկու հոգի, երեք հոգի։ Գիտեք, երբ որ բամը քո սովորության մեջ կամ միշտ ես անում, մեկ անգամ չնես, ինձ համար դերոջը դունը քալը ոչ թե բարդականություն է, այլ ուրախություն է։ Եվ որ կբացակային շատ կգալու, ինչպես բոլորս է։ Ձեր կդին չեղել։ Հադրեք որ շատ sophisticated կսեն ձերքի բան ունիս։ Անցածը դա լսեցի աղոթենք քեզ համար, որ Աստված կդարյալ լավ գլուխ գործածվի հոսքորները բացնելու, չէ՞։ Մարիամ կոր ավելի լավ կտեսնամ քեզի այսօր պարկաստո։ Լավ ես։ Dominican կացերերի։ Ուր կացերի։ Dominican Republic։ Ուրեմն լավ ես։ Պարկաստո։ Լավ ես, պարկաստո։ Եվ բոլոր դա բարի եկած։ Գա մեկը, որ առաջին անգամ է, որ ես չեմ ճաշտար։ Նեգա։ Բոլոր բարի եկած։ Քիչ առաջ որ երկեցինք եթե Հովո ջան վերջի երկի կորսը գնաց տնել մեկը։ Այս երկը Արման եղբայրը ասավ, որ եթե երեք հատ երկ կա, որ կսիրե, ասի ամուսնը մեկն է։ Ինքա չեն է երեք։ It's pretty high. Pretty high։ Այս երկը եվ որ առաջին անգամ լսեցի ես, 15 տարեկան էի։ Ձերում եղբայր մգար, որ բոլոր Լիբանանի, Բեյրութի քաղաքի մեջ բան մջեր էներ, միայն կշրջեր և տերտիկ կպաճներ։ Եվ ուկար մեր սենյակը, որ կաշխատեինք, կարծես թե հանգչելու ուկար քիչմը, մորուկավոր սպիդակ, մազերը սպիդակ, անուննալ հապետ եղբայր։ Կնստեր, ուրեմն մեր սենյակի 3 եղբայրներ գային, որ հավատացյալ էին, ջաշ կպերեինք և գուդերի եղբայրը լզորանալ, կսեր մեկա ծեզի երկ մի երկեմ և աս երկը երկեր։ Գիտեք աս երկը կանի համար ունի, այ, և ամեննակ երկեր, բայց մեկ տարբեր բամը գներ, որ իմ շարճանց կրաված է։ Գրդներկը կսե չեքը դա, ով դեր Իսուս։ Շրջեցավ բոլոր երգիրը, աշխարը, և Հիսուսե զատ մեկը չգտավ, չէ, ասի դարբեր երկեր, կսեր, չգտա, ոչ ալ պիտի գտնեմ, քանզի չգա, ով դեր Հիսուս, և շատ գեղեցիկ կերպով, 5 անգամ կամ 6 անգամ կորուսները արանք երկեր, միտքիս մեջ մնացած է, և որ Ամերիկա եկան, և որ աներ հայրս իր աղջիկ թորնիկներում լկնացներ կեսորեն ետքը, որ մահանտիվեցավ, տեսավ, որ աս երկը 5 համարները կոց, գերկե, և երեխաները աս երկին տակ լկնան։ Սիրտս զվարշացավ, աս բամությունը իրեն ալ բամեցի, բայց չեմ կտել, որ չկդա, ոչ ալ պիտի գտնե, գանզի չգա և իսկապես ուզես անչրբետ նա դարձիր Հիսուսի նման մեկը պիտի չգտնես։ Ամեն։ Աղոթենք մեր ներսես եղբոր համար, որ կարծեմ հիմա Թուրքիա կգտնվի, եթե չեմ սխալի, որ իր ծառայությունը, օրդությունն է և Աստծո կամքի մեջ պահե և ապահով վերադարձնա։ Հիմա անգլերեն երկ ունենք, վերջը կշարունակենք մեր պաշտամունքը։
այս Սաղմոսի տողերը թեև մահվան շուքի ձորի մեջ ըլլամ, պտտին, քայլեն, չարից պիտի չվախենամ։ Գիտենք չէ այս խոսքերը։ Ինչու, որովհետև կսե Տեր դուն ինձի հետ ես։ Եվ այս երգը կսե ամենտեղ Հիսուսի հետ կրնամ երթալ, ամենտեղ կրնամ Հիսուսի հետ ըլլալ։ Եթե Հիսուսը քովդ է, քեզի հետ է, դու իր զավակն ես, վախնալիք բան չունես ինչի մեջ էլ որ անցնես, թե լինի առույցի գուբ, թե լինի կրակ, թե մահվան շուքի ձոր, բայց երբ որ Հիսուսի հետ ես, Հիսուս քո հետդ, վախնալիք բան մեջ պիտի ունենաս։ Հայերեն ունենք 6-րդ համար Էլմաջան երկարանի մեջ, բայց այնտեղ քիչ են համարները, 3 են, մենք 5-ը պիտի երգենք, որտեղ գեղեցիկ երգեր չի ուզում, որ բառերը կարճ լային, միասին երգենք այս երգանները։ Կամ ես, կամ իրենք առաջի բան ասում են home sweet home, ծանոթ է այս խոսքը ձեզ։ Տուն քաղցր տուն, չէ, որ ուր էլ գնաս ինչ էլ անես քո տունից քաղցր տեղ չկա եւ Հիսուսի հետ ուր էլ լանց քաղցր է եղել։ Ամեն։ Կարծեմ վիդեո մագապ որնայինք
Այսօրվա մեր պատգամապեր եղբայրը, Սողոմոն եղբայրը, մեր բեմեն շատ անգամներ պատգամած է, բայց բավական ադենետ իր ցայնը չէինք լսած։ Շուտակ է։ Այսօր պիտի լսենք եւ գառուցած երբով Տերոջը խոսքը իր մեջ լսենք։ Իսկ մենք խնդրեց, որ դզդի մի քանի համարներ գարտամ եւ ատկե վերջը պիտի հրավիրեմ զինքը, որ Տերոջը պատկամը դա։ You have the video? Okay. Tiresi Church, how are you? I'm here with my brother Yüksel, my Turkish brother. Այս վիդեոն, որ ներսես եղբայրը մեզի ուղարկել է, ինքը ասեց, որ 21 տարի առաջ ինքը աղոթել էր, որ ինքը կարողանա պատկան տա Թուրքիայում ու ինքը այս թուրք տղամարդու հետ ծանոթացել ու հիմա ուզում է, որ մենք վիդեոն տենանք։ Tiresi Church, how are you? I'm here with my brother Yüksel, my Turkish brother. Yoldarım Yıldırım. Did I say anything right? What is that? I have no idea. It's supposed to be Turkish. I don't know. What about Yorgan Doşak? Yorgan Deşek. Şolu Eşek? Şöyle Eşek. We're having fun. We're getting ready for an amazing ministry tomorrow. Yes, by God's grace. Tomorrow we are now in Ephesus, and tomorrow we are heading to Smyrna, which is like 1 hour away from Ephesus. And my brother will release the word of God, so I'm gonna translate for him. So get ready, Smyrna. That's right. We'll be driving to Smyrna, and we're going to do a lot of praying, and a lot of amazing things are happening here. Just wanted to share with you, just want to bless you. Yes. May you have a wonderful ministry, wonderful service, and see you soon. Shalom, shalom. Tiresi Church, how are you? I'm here with my brother Yüksel. Եվորգ եղբայր, ոնց ես։ Ասկի առաջ դեսած էի կեզ, թե մենք առաջին անգամ, Okay, բարի ես եկած եղբայրս։ Մի քանի համարներ պիտի գարտամ, Մարկոս Ավետարանի 4-րդ գլխում 35-ն մինչև 41։ Եվ նույն օրը, երբ իրգուն գլար, ըսավ անոնց, եկեք ծովուն Անտիգոմը անցնենք, անոնք ալ ժողովուրդը թող տալով արին զինք, ինչպես էր նավում մեջ, և ուրիշ նավակներ ալգային անոր հետ, ու հովի մեծ փոթորիկ մի եղավ, և ալիքները նովուն վրա ուկային, այնպես որ գրեթե գլեցվեր։ Ու ին նավուն ետևի կողմը բարձի վրա կգնանար, արդնցուցին զանիգա և գսեին անոր, Պարտաբետ, հոգը չէ, որ կգործվինք, ու ելելով սաստեց հովին և ձովում ըսավ, դատարե, լուր գեցիր, ու հովը դատարեցավ,
եւ մեծ խաղաղություն եղավ։ Ու սավանոնց, ինչու այդպես վախկոդեք, ինչպես կլա, որ հավատ չունի, եւ անոնք խիստ վախցան ու գսեին իրարու, արդյոք ով է ասիգա, որ հովը ու ձովը ասոր գհնազանդի։ Տերորն է իր խոսքը երավիրեմ Սողոմոն եղբայրը Ռամեն։ Ինձ համար մեծ ուրախություն է տարիներու բացակայութենե ետք անգամ ևս եկեղեցին պատասխանատուներուն հրավերին անցալով ձեզի հետ միասին դերը բաշխել եւ իր խոսքը բաժնեցի։ Կներեք, որ դիգինս այսօր չգրծավ ընկերակցիլ ինձի, սակայն իր ջերմ ողջույնները կղրկեն ձեր բոլորին եւ մենք միշտ ձեզի համար աղոթող ենք, որ Տերը ձեզ հավատարիմ պահե ձեր հավատքի մեջ, ձեր ծառայության մեջ, ձեր իրեն հնազանդ կյանք ապրելու մեջ եւ իր ճամփաներու մեջ գալու մեջ։ Թող Տերը օրհնե այս պաշտամունքը եւ օրհնությունը է մեր բոլորին։ Հազիվ թե քիչմը համկիստ կյանքը պիտի ապրեիր, հանգարց անագնգալը կբադահի, հիվանդությունը, կամ մահը, կամ դժվարությունը, կամ գործի հարսը եւ անգամ ևս գործընծնես խաղաղությունըտ։ Խաղաղությունը շատ թանկագին գսևվի այսօրվան մեր աղմուկով, դաղդուկով, դապտապներով լեցուն աշխարհին մեջ։ Դանթե իտալացի վերազարդումի մեծակույն բանաստեղծներեն մեկը իր Ֆլորենսի դունեն դուրս կտրվի, զինք դունեն դուրս կտնեն։ Ջարահատ գորոշե Իտալիայեն Փարիզ կալել, ուր փիլիսոփայություն գուսանի իր կյանքին իմաստը գտնելու համար։ Իր գադարած ճամփորդության ընթացքին ան ինքզին կհամարե հոգնած ճամփորդը եւ գզարնե վամքիմը դուրը։ Վանագամը դուրը գպանա եւ գհարցնե իրեն ինչ ուզես։ Դանթե կպատասխանե խաղաղություն ուզեմ։ Ուրիշ մտավորակամը իր ինքնագենսակրության մեջ հետևյալը կգրե։ Ահա վասիկ 65 տարեկան եմ եւ դակավին խաղաղություն կընտրեմ։ Բադվավոր խաղաղությունը բարձաբես անհույս երազմն է։ Սիրելիներ, խաղաղություն բառը շատ գեղեցիկ բառ է, այնպես չէ։ Այդպես լալով հանդերձ անիգա օդար է մեզ շատերուս։ Արագ ընթացող կյանքը, որ գաբրինք այսօր, գրնա նյութական աննախընթաց բարիքներով օժտել մեզ, սակայն չի գրնար խաղաղություն բարգեւել մեզի։ Ճնշումը, ստրեսը մեր կյանքին անբաժանելի ընկերը դարձած է։ Մտահոգությունը
մերքունը կփախցնե։ Ինչ պիտի բադահի ինձի, եթե կործս կորսնցնեմ, ինչ պիտի ընեմ, եթե ամբուժելի հիվանդությունը կավրաս, ինչ պիտի բադահի ինձի, եթե նախաձեռնած գործիս մեջ ծախողին։ Աշակերտները միակը չէին, որ խաղաղություն կցանկային ունենալ փոթորիկին մեջ։ Ուր կգտնենք խաղաղությունը։ Ասիկա է, որ յուրաքանչյուրս կփախցանք։ Աշակերտներուն փորձառությունը մեր ալ կյանքի փորձառությունն է։ Երբեմն մենք մեզ կգտնենք նավակի մեջ, գդաղի ալիքները մեր շուրջը և խաղաղությունը շատ հեռու գտվի ըլլա։ Հիսուս և իր աշակերտները գորոշեն Գալիլեո ծովուն անթիի կողմը անցնել, նավով և զորավոր փոթորիկ մգծակի։ Անագնգալ գերբով աշակերտները գսկսին տապտապիլ։ Նավակը ջուրով գսկսի լեցվիլ և գործվելու վտանգի մեջ կգտնվի։ Հետաքրքրական է գիտնալ, որ այս բոլորին մեջ Հիսուս նավակին ետևն է և գլուխը բարձի վրա դրած է և կգնանա։ Արդյոք մեր մեջ են քանիներ գիշերները իրենց քունը կփախցնեն անգողինին մեջ աջ կողմ, ձախ կողմ դառնալով և ոչ թե արդակին, այլ ներքին փոթորիկիմը պատճառով։ Աշակերտները գարցնցնեն Հիսուսը և իրենց գործված վիճակին մեջ գսել իրեն։ Հոգը չէ, որ մենք կգործվինք։ Եվ Մարգոս կսե մեզի, որ անոնց այս ըսածին որպես պատասխան Դեր Հիսուս գելե և գսաստե հովին և ձողուն գսե տատարե լուր գեցիր, հովը կտատարի և մեծ խաղաղություն կլա։ Ետքը Հիսուս կսե իրենց, ինչու այդպես վախկոտ եք, ինչպես կլա, որ հավատք չունիք։ Մարգոս Ավետարանիչ կսե մեզի, որ աշակերտները երկրվածությամբ կլեցվին և գսեն իրարու։ Ասիկա ով է, որ հովը ու ձովը ասոր գլնազանդի։ Այս դեպքին մեջ մենք կտեսնենք փոթորիկին գադահությունը, սասկությունը։ Փոթորիկները մեր կյանքին մաս կգազմեն սիրելիներ։ Գրնանք հաջելի օրեր ունենալ մեր կյանքի նավարկության մեջ։ Սակայն հանգարց գրնա անագնգալ դեպքը կամ բադահարմը բադահիլ և փոթորիկը վրա կհասնի։ Մեր դիմակրաված փոթորիկները գրնան իրարմե դարբեր ըլլալ։ Հելեն անունով ողոմբիական խաղերու մասնակցող մարզիկը կդիմակրավ է տարօրինակ ֆիզիկական հարցը, որ կսպարդա իր ավակային։ Այս աղջիկը վարպետ լողորդ էր և ջուրին դակ սուզվող։ Անփոքր հասակեն
վարժեր ջուրի մեջ սուզվելու։ Ծանր աշխատանքը եւ աստվածադուր դաղանտը զինք դարձուցած էին իր պատկանած երկրին առաջնագարկ սուզվողներեն մին։ Անիր կյանքի այս կարևոր համկրվանին գլխաբդույթ է գսկսի դարավի։ Անգամ մրցումիմը ընթացքին հանգարց գգորսնցնե իր հավասարակշռությունը։ Այդ դեպքին հաջորդող դարիներուն անգվախնա, որ այլևս պիտի չգարենա ողոմբիական խաղերուն մասնակցի։ Տարբեր բուժումներու կենթարգվի սակայն անօգուտ։ Մտերիմ բարեկամներեն մեկը, երբ օրը իրեն հետ հեռացայնով գխոսեր, բարեկամը գսե իրեն. ամենակեշ բանը, որ գրնա բագահիլ քեզի, սուզվելեն հրաժարիլն է։ Գրնաս այս բանը ընդունիլ գհարցնե իրեն։ Հերացայնը կոծելեն ետ, կսկսի մտածել Փիլիպեցիս 4-րդ գլխում 11 և 12 համարներուն մասին։ Այս համարները գսեն, վասնզի ես սորվեցա գոհ ըլլալ իմ գտնված վիճակիս մեջ։ Նաև գսեն մեզի ամեն բանի կարող եմ անով որ զիս զորացուց։ Սիրելիներ, միթե այս համարները մեզ շատերուս համար մխիթարական, քաչալերական խոսքեր չեն, սակայն իրեն տարբեր հարցումը հարցնելու արիտ կուտան այս համարները։ Միթե իմ կարող չեր ընել այդ բանը անով, որ իրեն զորություն կուտար։ Միթե Աստված կարող չեր իրեն դալու զորությունը սուզվել է հրաժարելով մեկտեղ գոհունակ սիրտ ունենալ։ Շնորհիվ իր ծնողքին զինք մանկութենեն իվեր քրիստոնեական հավատքի ճամփում մեջ մեծնելուն կհաջողի հաղթահարել իր ֆիզիկական փոթորիկը եւ իր կյանքը գոհունակությամբ եւ խաղաղությամբ ապրել։ Անոր համար փոթորիկը գլխու բդույթն էր։ Ինձի եւ քեզի համար գրնա բոլորովին ուրիշ բան ըլլա։ Գրնա առողջապահական, հոգեգան, տնտեսական եւ բարոյական հարցը ըլլա եւ գամալ ընտանեկան հարցը։ Ուշ կամ գանուխ մեզ յուրաքանչյուրս մեր կյանքի փոթորիկը պիտի դիմակրավենք։ Երկրորդ այս հատվածը մեզի գսե թե մեզի ցույց կտա աշակերտներուն վախը։ Աշակերտները շատ անգամներ Գալիլեո ծովուն վրա նավարկած էին եւ փոթորիկներու հանդիպած։ Սակայն այս անգամվան փոթորիկը դարբեր էր։ Իրենք գվախնային, վախով լեցուն էին այս անգամ, որ պիտի գործվին, պիտի նավը ընկրմի։ Կամ մեկը մեր մեջ, որ վախի փորձառությունը չէ ունեցած իր կյանքի ընթացքին։ Անգամ
նշանավոր հոլանդացի գծագրիչ Ռեմբրան գկցե դեսարամը, որ գանվանե փոթորիկը Գալիլեո ծովուն վրա։ Երբ ուշով դիտենք այդ գծագրությունը, 14 անձեր կտեսնենք անոր մեջ։ Հիսուս եւ իր 12 աշակերտները եւ 14-րդ անձը գծագրիչը ինք էր։ Ինքզին կտներ այդ փոթորիկի գծագրության մեջ, թե ոչ թե միայն Հիսուս եւ աշակերտները այդ փոթորգոց ծովում վրա էին, այլ ինքը անոնց հետ միասին էր։ Այո, ան ինքզին դրած էր այս վախաստու տեսարանի մեջ։ Բոլորս ալ գիտենք, թե ինչ կնշանակե վախի եւ տագնապի մեջ։ Երդասարտը, որ մեծած էր եկեղեցական շրջանակի մեջ, գսկա թե իր հավատքը դգար է։ Ան բادرազմի գմասնակցի որպես բժիշկ, որպեսի իր հավատքը զորացնե, ներկա կգտնվի բանակին մադուրին մեջ գդարված պաշտամունքներում։ Գիշերմը լուր գուկա իրենց, որ թշնամին պիտի հարցակի։ Այս վախաստու կացության մեջ գմդապերե 91-րդ Սաղմոսին բարերը, որ գսեն։ Պիտի չվախնաս գիշերվան զարհուրանքեն, ոչ ալ ցերեգը թրջող նեդեն։ 1000 հոգի քու կովետ ու 10,000 քու աչ կողմետ պիտի ինան, ու քեզի հարված մը պիտի չմունեն։ Ետքը գվգայե այս բժիշկը սելով, խաղաղություն դիրեց իմ մեջս, արևու ջերմ ջարակայտներուն նման, որոնք բադուհանեն ներս կտապանցեն։ Այդ գիշեր թշնամին չի հարցակիր եւ խաղաղություն գդիրե իր գտնված տեղին մեջ։ Հոգեբուժը իր հույս վաղվան համար գործին մեջ գխոսի խորում հոգեգան տագնապե անցնող անձիմը վրայով։ Այս անձին կյանքը լեցուն էր վախով եւ անձկությամբ։ Ան գիշերները չէր կրնար քնանալ, որովհետեւ իր միտքը լեցուն էր խանգարիչ գաղափարներով։ Անշան առանցին գսկար ինքզինք։ Օրմը հոգեբուժը կհարցնե իրեն, թե իմ տեղյակ է այն խաղաղության մասին, որ Աստված կխոստանա տալ մեզ մեր յուրաքանչյուրին իր խոսքին մեջ։ Ոչ կպատասխանե ան։ Հոգեբուժը կդորմը թուղթ կառնե եւ հետեւյալ համարը կգրե այդ թուղթի վրա։ Գադարյալ խաղաղության մեջ կբահես քեզի ուսացող անձ, քեզի ուսացող միտքը։ Ետքը բժիշկը դանցնե այդ թուղթի գդորը հիվանդին եւ գմեկնի։ Հաջորդ օրը գվերադառնա եւ այս հիվանդը գտնե ուրախ դրամատրության մեջ։ Անկողջ գիշերը այս հիվանդը գրծած էր այս սուրբ գրային համարը
գրտնած էր եւ որ պատճառ եղած էր, որ ինք հանդարտի եւ քունի անցնի։ Հիմա այլևս այս հիվանդը ապակային նկատմամբ, վաղվան նկատմամբ հույսով լեցուն էր, որ պիտի կարենա խաղաղությամբ իր կյանքը շարունակել ապրի։ Այդ համարը Եսայա 26-րդ համարն էր, որ գսե հաստատ միտքը կատարյալ խաղաղության մեջ կբահես, բասնզի քեզի կհուսա։ Երորդ, այս հատվածին մեջ հավատն է, գտեսնենք, որ հավատն է, որ գփրկե։ Մեզ մեր յուրաքանչյուրս պիտի դիմակրավել իր կյանքի փոթորիկը։ Փոթորիկը դիմակրավելու անեն մեր մեծագույն թշնամին վախն է։ Տեր Հիսուս հանդիմանեց հովին եւ ըսավ ծովում տատարե լուր գեցիր։ Հովը տատարեցավ եւ մեծ խաղաղություն եղավ։ Ետքը կարծնե աշակերտներուն, ինչու այդպես վախկոտ եք։ Ինչպես կլա, որ հավատ չունիք։ Ասոնք հարցումներ են, որ հարցնելու ենք մեզ մեր յուրաքանչյուրս մեր անձին։ Երբ փոթորիկներ ձակին եւ ալիքները զարնեն մեր կյանքի նավուն, ինչու վախի մեջ եմ, ինչու հավատքս դգար է։ Մկրտչական եկեղեցիներու միության նախակահներեն մեկը կպատմե, թե պատերազմի ադեն պատասխանալու էր պատասպարանիմը, ուր ռմբագործումի ադեն այդտեղի ժողովուրդը այդ պատասպարանի մեջ կպատասպարվեին։ Այս պատասպարանին մեջ դեղված էր դաշնամուրը, դաշնամուրը, այսինքն պիանո։ Գիշերմը ռմբագործումի ադեն 4 զինվորներ կմտնեն պատասպարան։ Այս անձը կխնդրե իրեն այս զինվորներեն, որ դաշնամուրին մոտենան եւ միասին երգը երգեն։ Երկարանը կբանան եւ երգեն Աստուծո խոստումներուն վրա կանգնած երգը։ Որ մեր հետ գաղութեն։ Այս միության նախակահը կվգայե, թե ինք ոչ մեկ ադեն եկեղեցիմը պաշտամունքին ներկա չէ գտնված, ուր այս պաշտամունքեն ավելի Սուրբ Հոգին ներկայությունը զգալի եղած է իրեն։ Ռումպերու դարապին տակ 4 զինվորներ երգեն Աստուծո խաղաղության վրայով, որ ամեն մտք է տեր։ Տուն եւ ես ասոր նման շատ մը երգեր չենք երգեր միտե, սակայն ադով մեկտեղ շատ հաջող դժվար գլա մեզի համար չվախնալ եւ չդառնալ։ Այսպես լալով մեր տեղ ասիկա է մեր լսել ուզած պատկամը։ Միթե ասիկա չէ մեր լսել ուզած պատկամը, մեկը կա մեկը, որ հովը գսաստե, ալիքները գհանդարտեցնե եւ ծովը գխաղավեցնե։ Մեկը գա, որ մեր սրդին գխոսի, եւ եթե մտի գնենք, պիտի խաղաղեցնե մեր փոթորկած եւ վախով լեցուն սրդերը եւ հոգիները։ Այս հատվածին մեջ մենք կտեսնենք փոթորիկին կատարությունը
աշակերտներուն վախը եւ այն հավատքը, որ գփրկեմ ես կորուստի։ Անկամը փոքրիկ աղջիկ մը գխաղար ծովեզերքի ավազիմ վրա։ Երբ հանգարց հսկա ալիք մը զինք դեպի ծովում ջուրերուտ մեջ գտա։ Անգսկսի իր ծնողքին կանչել, իր արջև ծովը գտեսնե և գգարձե, որ դադաբարդված է խեղտամա ըլլալու։ Ճիշտ այդ բահուն երկու զորավոր պազուկներ զինք գկրգեն և դեպի եզերք գտանի։ Մի վախնար գսե հայրը, ես սկիզբեն քու վրատ գհսկեի։ Հավասիկ սիրելիներ, ասիգա է դեր Հիսուսի խոսքը մեզի, ան չի մրապեր և չի կնանար, անամեն ադեն արդում գհսկե մեր վրա։ Ուստի ինչու գվախնանք, միթե հավատք չունինք, Դերը օգնական ըլլա մեր բոլորին, մեր կյանքի փոթորիկներուն մեջ, որպեսզի հաղթական կյանքեր ապրենք և հարկ բերենք իր սուրբ անվան։ Ամեն։ Դեր օրդն է, պատկամը, մեր կյանքի մեջ շատ փոթորիկներ կան։ Եվ այս փոթորիկները պիտի բացին։ Կգարոդին խաղաղության։ Եվ ադիկա միայն Հիսուսով ունա։ Եթե Հիսուսի նային ոչ թե փոթորիկի եկած ադենը, ամեն ադեն, եւ որ Հիսուսի նային փոթորիկներում պիտի մանան։ Մեր կյանքերը ոչ թե մեր ուզած ադենը, գիտեք և որ պետք ունենաս, գաղութես, որ Հիսուս քեզ է այդ պետք կդա։ Բայց և որ պետք չունենաս, Հիսուսի կմոհանան։ Հիսուսի նային հարադև։ Վերջին երկով և Սողոմոն եղբոր օրդության ավոտով դիվերշացնենք։ Ոտքի վրա լինենք, վերջի երկը երկենք միասին։ Ամեն։ Աստված ամեն բանի մեջ, բարի գործակից սեղանում և հալիս է խաղաղություն և ողնություն։ Ես եմ բարկերը։ Երբ խաղաղություն իբրև գեր
բնե։ Եվ ձեր կովանդակ հոգին շունչ և մարմին անարատ պահե, մինչև մեր փրկին փառքով կալստյան ադենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Աստուծո սերը և Սուրբ Օգուտին հաղորդությունը մեր բոլորին հետ լան և մեր հայ ժողովուրդին հետ, հիմա և միշտ, հավիտյանս հավիտենից։ Ամեն։